Ախորիկցի աշակերտներն արդեն շուրջ 20 տարի է, ինչ դպրոցական ուսումնառությունն անցկացնում են նախկին մանկապարտեզի շենքում։ Համայնքի ղեկավար Վարդիթեր Կասպարյանը նշում է, որ եթե նախկինում գյուղը մշտապես ունեցել է ավելի քան 250 աշակերտ, ապա այսօր նրանց թիվը մոտ 120 է։ Տենդենց կա նվազման, չգիտեմ ինչի աշակերտները ավելի շատ հաճախում են Գյումրու։ Վարժարաններ, քոլեջներ։ Ներկայիս շենքային պայմաններից դպրոցի հանրույթը դժգոհ չէ։ Ճիշտ է, կառույցը չի կարելի համեմատել նախկինում ունեցած եռահարկ շենքի հետ, սակայն հնարավորություն է տալիս պարապմունքները նորմալ կազմակերպել։ Նոր շինությունն ունի մի շարք առավելություններ։ Ախորիկի դպրոցն ունենալու է մարզադահլիճ, լոկալ ջեռուցում եւ մասնագիտացված դասասենյակներ։ Բավականին լավ նախագիծ է, ճապոնական տեխնոլոգիայով բարձիկների վրա կառուցված դպրոց է։ Դպրոցի շենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 1.3 միլիոն դրամ։ Աշխատանքներն ընթանում են նախագծի եւ ժամանակացույցի համաձայն։ Ախորիկի դպրոցականներն այս տարի էլ ստիպված կլինեն պարապմունքների հաճախել նախկին մանկապարտեզի շենքում, իսկ նոր դպրոցի մասնաշենքն իր հյուրընկալ դռները կբացի 2012-ի սեպտեմբերի 1-ին։ Քարային աշխատանքները արդեն վերջանալու վրա է, մի շաբաթից հետո կվերջացնենք։ Անցել ենք ներքին հարդարման աշխատանքներին, մինչև տանիքի կաբելը, տանիքը կավի մեր շաբաթից։ Տիկին Գասպարյանի խոսքերով դպրոցի նոր շենքի շահագործմամբ կլուծվի մեկ կարևոր խնդիր եւս։ Համայնքից այսօր 23 երեխա հաճախում է Գյումրու մանկապարտեզներ։ Այս անհրաժեշտությունը կվերանա, երբ շենքը վերադարձվի մանկապարտեզին։ Արշակ Ադամյան, Արաք Յուրեղյան, Ազդարար։